Ողջույն, սիրելի հետևորդ, այսօր 10-րդ դասն է, անցնում ենք 20 և 21-րդ էջերին, այսօրվա մեր դասը լինելու է սեպտիմակորդը, երկու գլխավոր ակորդների մասին է լինելու խոսքը, նախորդ դասին անցել ենք մեկ գլխավոր ակորդ, դա դո ակորդն էր, 3 հնչյուններից բաղկացած, իսկ այսօր եւս մեկ ակորդ ենք ավելացնելու, որը որ հաճախակի է օգտագործվում, դա սեպտիմակորդն է։ Սեպտիմը ընդհանրապես նշանակում է 7, եւ այդ 7-րդ աստիճանն է ավելանալու։ Եթե մենք հիմա ունեինք 1, 3, 5-ը որպես ակորդ, ավելանալու է եւս մեկը 7-րդ աստիճանը եւ դա համարվում է սեպտիմակորդ, դոմինանտ սեպտիմակորդ, այդպես է հնչում, բայց այսօրվա ակորդը լինելու է G7, այսինքն սոլ սեպտիմակորդի մասն է խոսքը։ Եվ այդ ակորդի միջոցով մենք կարողանալու ենք մեր ճկույթը 5-րդ մատը անցում կատարել մեկ աստիճան ներքև, մեկ սպիտակ ստեղ ներքև, որը որ շատ դժվար է սկսնակների համար եւ այդ ակորդի միջոցով դա օգնելու է մեզ, որպեսզի մենք այդ անցումը կարողանանք կատարել։ Ասենք առաջ տեսնենք ինչ է ասում, ասում է introducing B for left hand, այսինքն ներկայացնում է այս B նոտան, ինքը լատինատառերով, իսկ ասում ենք այլընտրանքային C նոտան, ձախ ձեռքի համար։ Սա մեր բասի բանալին է։ Տեսեք, իջնում է այստեղ դեպի C նոտան։ Հիմա տեսնում ենք արդեն մեր դիրքը, սա մեր ձախ ձեռքի դիրքն է։ Ձախ ձեռքը գիտենք կենտրոնից դեպի սովորել ենք, եթե մեր բթամատը օրինակ այստեղ դնում ենք, հաջորդաբար գալիս է 5-րդ աստիճանը, 1, 2, 3, 4, 5, ճկույթը ընկնում է մեր ֆայի բանալի վրա, այստեղ է գտնվում, ֆայի բանալի վրա, իսկ եթե մեր բթամատը աջ ձեռքով ենք տեղադրում, այն հետ, տեսեք 1, 2, 3, 4, 5-րդը ընկնում է սոլի բանալի վրա արդեն, սա արդեն սովորել ենք նախորդ դասում, հիմա մեզ պետք է այստեղ գտնել մեր B նոտան, այսինքն տեսեք, եթե մեր ֆան գտնվում է այստեղ, այստեղից արդեն իջնում է, տեսնում եք, իջնում է դեպի այս B-ն, խնդրեմ, այստեղ ենք արդեն գտնելու մեր C նոտան, որը ասում է to find C, B լատինատառերով, սա արդեն ձախ ձեռքի համար է ասում, մատները տրված է և պարզ տրված է 5-րդ մեր մատը, անցում պետք է կատարենք մեկ քայլ ներքև, այստեղ տրված է, տեքստը ասում է place the left hand in C position, այսինքն place, այսինքն տեղադրեք ձեր ուրեմն ձախ ձեռքը այս դո դիրքում, պետք է արդեն տեղադրենք, հետո արդեն ասում է, այստեղ reach finger 5-1 white key to the left, reach finger, այսինքն մեկնիր քո մատը, 5-րդ մատը, strike the finger, ուրեմն մեկ, ասում է սպիտակ ստեղն, մեկ սպիտակ ստեղն դեպի ձախ, պետք է այստեղ, օրինակ ճկույթ է այստեղ է, գնում է դեպի ձախ, պետք է ձգենք, սրա մասին է խոսքը, հիմա այստեղ ասում է play slowly, say the note names as you play, պետք է մենք հիմա դանդաղ նվագենք և այնուհետ պետք է այս նոտաների անունները նշենք, անպայման նշենք, այստեղ գտնվում ենք հիմա բասի բանալիում, տրված է մեր օրինակ 4 քառորդ մեր չափի նշանը, որ ամեն տակտում ունենալու ենք 4 տևողություն, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես տեսանք արդեն երրորդ նոտան ավելի երկար է պահում, և այստեղ անպայման ուշադրություն դարձրեք, տրված է արդեն մեր նոտաների անունները մեջը գրված է, ավելի հեշտ է, և այնուհետ ուշադրություն դարձնենք մատերին, 5, 3, 1, 5, 2, 1, բայց այս 5-ը տեսնում ենք, որ արդեն նոտաները փոխվեցին, բայց էլի ունենք 5-րդ մատ, հենց սա այս անցումի մասին է, հիմա որ պետք է նվագենք ու դուք կտեսնեք, թե ինչ անցումի մասին է խոսքը, այստեղ ասում է դո մի սոլ, հետո si fa sol, հետո արդեն լատինատառերով C, E, G, B, F, G, այնքան պիտի կրկնեք, շատ պետք է օրինակ վարժեցնեք, մինչև այդ անցումը ձեզ մոտ հեշտ ստացվի, այստեղ տրված է, ասում է move 5 to B, այսինքն շարժի 5-րդ մատը դեպի C վրա, այսինքն այս դոյից գնում ենք C,
հա, C, լատիներով B, այս 5-րդ մատը պետք է շարժենք, և իհարկե մեր հաջորդ այս ակորդը պետք է նվագենք, բայց մեղեդիական, առանձին, հիմա արդեն կհնչեցնեմ, գնացինք, օրինակ ասում է, դո, մի, սոլ, si, fa, sol, հիմա լատինա տառերով, օրինակ, C, E, G, B, F, G, հետո հաշիվ, օրինակ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, Սա թող լինի վարժանք, որ ամեն անգամ անդադ կրկնեք, մինչև ձեր 5-րդ մատը վարժվի, անցումը կատարի, հա, դեպի մեկ ստեղ ներքև, դոից, տես մեկ քայլ իջնում է ներքև, պետք է կարողանք այդ անցումը հեշտ կատարել, հիմա կանցնենք արդեն հաջորդին, two important chords, այս երկու շատ կարևոր ակորդներն են, որ հաճախակի օգտագործվող մեր ակորդներն են, այստեղ ասում է two frequently used chords are C major and G7, հա, այս G7-ը նոր մեր ակորդն է, որ պետք է սորենք, սա այդ սեպտիմ ակորդն է, որ տված է արդեն 7, այսինքն 7-րդ մեր աստիճանը ավելացվում է, այստեղ այսինքն ասում է հաճախակի, հա, frequently used, այսինքն հաճախակի օգտագործվող մեր ակորդներն են, այսինքն դո ակորդը և սոլ սեպտիմ ակորդը, մենք գիտենք արդեն այդ ակորդները, հիմա ուզում եմ թռուցիկ ձևով ուղղակի ասեմ, պետք չի շատ խորանալ, հիմա մենք հետագայում անցնելու ենք իհարկե շրջվածքները, ինչ են այս ակորդները, ուրեմն ունենք արդեն 7 մեր հնչյունները, տեսեք 1, 2, 3, 4, 5, 6, 7, չէ, այս 7 հնչյուններում առաջինը, 4-ը և 5-րդը դրանք համարվում են մեր գլխավոր հնչյունները, որ շատ օգտագործող, որոնցից որ մենք կառուցում ենք օրինակ ինտերվալներ, հա, կառուցեցինք, հետո նոր արդեն ակորդներ, հետո այդ ակորդները դարձան արդեն սեպտիմ ակորդներ, հա, ավելի լեցուն ակորդ է ստացվում, հա, ու այդտեղից արդեն մենք այս ակորդներով, այս առաջին և 4-րդ և 5-րդ ակորդով կարող ենք արդեն շատ ստեղծագործություն երգեր նվագակցել, որ հաճախակի օգտագործում, դրա համար գլխավոր ակորդներն են սրանք, աստիճաններն են համարվում, հետո կայում արդեն կսովորենք, որ այս ակորդները, օրինակ դո, մի, սոլ, ունեն իրենց շրջվածքները, սա հիմնականն է, հետո շրջվում է օրինակ մի, սոլ, դո, հետո սոլ, դո, մի, տեսակ, այսինքն առաջի շրջվածքը, հետո երկրորդ շրջվածքը, նույնն էլ արդեն այս սոլ, օրինակ սոլ սեպտիմ ակորդում է, հա, կատարում, օրինակ սոլ, սի, ռե, ֆա, հա, այսպես է, հետո արդեն սի, ռե, ֆա, սոլ, ռե, ֆա, սոլ, այսպես արդեն գնում է, շրջվում են, հա, իրանք շրջվածքներ ունեն, այդպես անվանվում են, հիմա այս սոլի դեպքում, սա էլ իր շրջվածքն է, տեսեք ասում է սոլ 7, բայց ինքը սկսվում է այս B-ից, հա, B-ից է սկսվում, ինչի համար, որտև սա շրջվածքն է, և մեկ ինքը պետք է լիներ 4-ը, հա, օրինակ սոլ, սի, ռե, ֆա, բայց այստեղ օրինակ ռեն բաց է թողնված, սա էլ կանոն է, հետագայում կանցնենք, ուղղակի հիմա չեմ ուզում, որ շատ ձեզ ծանրաբեռնեմ, ընդամենը այսօրվա թեման է, որ այդ անցումը կատարենք, հետո քիչ-քիչ ակորդներին կծանոթանանք և նրանք ինչու են շրջվում, հա, այսպես միասին, տեսեք, այս ակորդները հիմա նվագելու ենք շատ մոտիկ իրար, որպեսզի աջ ձեռքը որ նվագի չխանգարեն իրար, դրա համար այս շրջվածքները գոյություն ունեն, անցնենք առաջ, հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տամ, որ տեսեք, արդեն այստեղ ասում է chord symbol, C, տեսեք, տառերով, այս լատինա տառերով, այս chord symbol, սրանք սիմվոլներն են, հիմա եթե մենք օրինակ ստեղ դո, մի, սոլ ունենք, չէ, հա, դո, մի, սոլ, օրինակ շատ երգերի մեջ, իրանք արդեն գրվում է, այս ակորդը էլ չի տրվում, ուղղակի այս նշանն է, հա, այս լատինա տառը մեծատառով, այսինքն մաժորային ակորդն է, արդեն մենք գիտենք, որ մաժորային ակորդն է, միանգամից նվագում ենք այս ակորդը, կամ այս G7-ը, գիտենք արդեն, որ ինքը B, հա, F, G-ն, նվագում ենք հենց այս ակորդը, արդեն ինքը սիմվոլով, այդ նշանով տրված է, դրա մասին է խոսքը, հիմա այստեղ արդեն բացատրում է, տեսեք,
Ասում է chord symbols are thus always used in popular music to identify chord names. Այսինքն էսա նույնությամբ ասում է այս սիմվոլները անընդհատ օգտագործվում են որ պոպուլյար մյուզիկներում, հա, այդ երգեցողությամբ եւ ստեղծագործությունների մեջ նրանք ներկայացնում են այս ակորդների անունները։ Այստեղ ասում է practice changing from the C chord to the G7 chord and back again. Հիմա ասում է այսի պետք է սովորել, վարժել, որպեսզի անցումը այդ կատարել, հա, այս դո ակորդից դեպի sol 7, այսինքն սեպտիմ ակորդ։ Հետո արդեն նորից հետ։ Այստեղ արդեն տրված է դա։ Հիմա ես հետո կնվագեմ, մի հատ կարդամ սա այս կանոնը։ Այստեղ ասում է the first finger plays G in both chords. Այսինքն ուզում ասի առաջին մեր մատը նվագում է sol, հա, sol երկու ակորդներում էլ, հա, տեսեք, առաջին մատն է, երկու ակորդներում էլ էս վերևը sol-ն է, այստեղ էլ է sol-ը։ Այստեղ գտնվում է, առաջին մատով պետք է նվագել, իսկ եթե ասում ես the second finger plays F in the G7 chord, եւ ասում է երկրորդ մատը, հա, F-ը արդեն G7-ում պետք է նվագել, հա, երկրորդ մատով, այսինքն այստեղ երկրորդ ու առաջին, իսկ այստեղ արդեն only the fifth finger moves out of C position down to B for G7. Մենակ ասում է այստեղ մեր 5-րդ մատն է, որ նա շարժվում է այս օրինակ position-ից, շարժվում է դեպի մեկ քայլ, հա, ներքև, դեպի գնում է այս B նոտան։ Մեր C այլընտրանքային նոտային է գնում։ Այսինքն ինչ եղավ ստեղ, եղնում է դո մի սոլ, հետո C ֆա սոլ։ Այսպես պետք է նվագենք։ Հիմա այս ներքևում արդեն տրված է մեր կանոնը, ոնց պետք է նվագենք, սա շատ մեծ վարժանք է, սկսնակների համար իհարկե դա մի քիչ դժվար կլինի միաժամանակ որ հնչեցնել, բայց կարելի է սովորել։ Այստեղ կա սա որպես մեղեդիական, սկզբից սովորեք, հետո արդեն կարող եք միացնել։ Այստեղ արդեն մեր դիրքն է։ Հիմա նվագեմ, տեսեք, էլի 4 քառորդ, սա մեր դո մի սոլ, հա, հիմա 4 քառորդ, 1, 2, 3, 4, հիմա անցում եմ կատարում 5-րդ մատը, ձգում ենք դեպի ներքև C նոտան, հա, լինում արդեն օրինակ C ֆա սոլ, այսպես է հնչում, 1, 2, 3, 4 ասենք, չէ, հետո նորից հետ են գալիս էլի մեր դո ակորդը, օրինակ դո ակորդ, հա, հետո գալիս է sol սեպտիմ ակորդ, հետո դո ակորդ, սա էլ կարելի է անընդհատ լսել, որպեսզի իմանանք միանգամից այս անցումը, սա նշանակում է առաջին, 5-րդ, առաջին, սա մեր պերֆեկտը, ոնց որ ակորդներն են, հա, ոնց որ 5-ից առաջին, մաքուր մեր ակորդներն են, որ ավարտ է ունենում, շատ կարևոր է, տեսանք, սա այս ակորդներն են արդեն սովորեցինք ինչի համար, հեսա որ արդեն հաջորդ մեր էջում մի փոքր ստեղծագործություն ենք նվագելու եւ այս ակորդներով նրանք նվագակցելու ենք, տեսնում եք արդեն այդ սիմվոլի նշաններն են, սրանք տեսեք մեծատառ այս C նշանն է, որ նշանակում է մաժորային ակորդ է, ինքը մաժոր է հնչում, իսկ այստեղ էլ արդեն մեծատառով 7 նշանակում է, որ սա G սեպտիմ ակորդն է, այսինքն G sol սեպտիմ ակորդն է, էլի մաժորային մեր ակորդն է, այս սիմվոլները շատ կարևոր են, արդեն պետք է անգիր անենք, որպեսզի միանգամից կարդանք այս նոտաները, էլ որ չտեսնենք հաշվենք, այս S-ն որտեղ է, N որտեղ է, հա, այսպես միանգամից տեսնում ենք մեր C ակորդը գիտենք անգիր, հետո արդեն ասում ենք sol սեպտիմ ակորդն էլ արդեն անգիր գիտենք որտեղ է գտնվում։ Սա շատ հաճախակի պետք է վարժանք կատարել, անցնենք արդեն մեր հաջորդ էջին 21-րդ էջ։ 21-րդ էջում արդեն նոր կանոնի ենք ծանոթանալու, դա վերաբերում է tied notes, հա, tied notes այսինքն նշանակում է կապակցված հնչյուններ, connected music notes, հա, ոնց որ соединение музыкальные ноты, ասում ենք, հա, offergebunden noten, սա էլ հոլանդերենով է ասում, ինչ է նշանակում tied notes, մենք հետ տեսնում ենք, հեսա արդեն բացատրեմ, ասում է when notes on the same line or space are joined with a curved line, we call them
tight note։ Այսինքն ուզում եմ ասել, երբ որ նրանք գտնվում են մեկ գծի վրա, the same line or space, եւ տողամիջում, այդ տարածության մեջ, կապ չունի որտեղ, բայց մեկ գծի վրա պետք է գտնեն եւ նույնը պետք է հնչի, չպետք է փոփոխություն կրի երկրորդ հնչյունը օրինակ, եւ նրանք երբ որ կապակցված են, այն կոչվում է այս curved line, այսինքն այս կոր գծով, այս կամուրջով, նշանակում է արդեն կապակցված հնչյուններ։ Ինչ է ուզում ասել սա։ The key is held down for the combined values of both notes. Combined values, այսինքն սա այս համակցում են, իրար հետ, այս երկու արժեքները միասին, ասում է, նրանք իրար հետ պահվում են։ Այսինքն եթե սա 1 2 3 4, 1 2 3 4, սա էլ պետք է պահվի, այսինքն առաջինը հնչում է, նվագում ենք, երկրորդը պահելու ենք, չենք նվագելու, միշտ հիշեք սա, եթե այս նոտան նույնն է, ընդհանրապես չի փոխվում, նույն նոտան է ոնց որ սա, այդ ժամանակ պետք է այս նոտան չնվագենք, պետք է հաշվենք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, այսինքն 8 տևողություն, սեկունդ տևողություն պետք է այն հաշվենք, սրա մասին է խոսքը, հիմա այստեղ կօգտագործենք, տեսնեք, ինչ է ասում սա, ասում է, merrily we roll along, այս երգին արդեն ծանոթ ենք փոքրերի դասից, ասում է ուրախ շարժվում ենք, գլորվում ենք առաջ, play the right and left separately at first, then together, այսինքն պետք է այս, որ սովորենք, պետք է սկզբից աջ ձեռքը, հետո նոր ձախ ձեռքը առանձին նվագենք, սովորենք, հետո նոր միացնենք, practice the right hand mezzo forte and left hand piano, տեսեք, ասում է այստեղ աջ ձեռքը mezzo forte, տես տված է աջ ձեռքի համար, իսկ պիանո ասում է ձախ ձեռքում պետք է նվագել, ինչու համար, որտև թեման է, տեսեք, թեման գնում է աջ ձեռքում, միշտ, այստեղ ասում է, the melody should always be clearly heard above the accompaniment, այսինքն ուզում է ասի, որ մեղեդին միշտ պետք է պարզ հնչի, դրա համար տեսեք սա ուզում է մի քիչ որ միջին օրինակ բարձրությամբ նվագել, իսկ ակորդները, քանի որ նրանք լեցուն են, ավելի հնչերանգը մեծ է, դրա համար պիանո, միշտ հիշեք սա շատ մեծ կանոն է, որ պետք է մենք ակորդները ավելի ցածր նվագենք, որպեսզի մեղեդին լսվի իհարկե։ Դրա մասին էր խոսքը։ Հիմա այստեղ էլ արդեն տեսանք merrily, այսինքն ուրախ, տեսնում ենք ակորդները, խնդրեմ, այս ակորդները ինչի համար էին տրված, սրանք այդ հենց սիմվոլներն են, որ արդեն տեսեք տրված է, տեսեք, եթե այստեղ տրված է ու այստեղ չկա, նշանակում է, որ պետք է մինչև այստեղ նվագենք այդ դո ակորդը, հետո ակորդը այնուհետ փոխվում է, գնում է նորից սոլի սեպտիմ ակորդ, ոնց որ սովորեցինք, այդ 5-րդ մեր ճկույթը մեկ աշճան իջավ ներքև եւ այնուհետ փոխվեց ակորդը, նորից եկավ արդեն դարձավ էլի դո ակորդ, խնդրեմ, պետք է սկզբից օրինակ սովորենք հիմա վերևինը ու արդեն ակորդները հետո կմիացնենք, այստեղ էլ արդեն ասում է սի եւ աստղանիշ է դրված, այս աստղանիշը իհարկե ներքևում, հիմա կկարդամ, թե ինչ է ասում է in most popular sheet music, the chord symbols appear above the right melody, the symbol appears only when the chord changes, տեսակ, ես արդեն նախորդում էլ բացատրեցի, որ այս ակորդները, այս սիմվոլները պոպուլյար հայտ մյուզիկներում, որ հիմա ժամանակակից արդեն ստեղծում են տարբեր ոճերով, իրանք դնում են այս վերևում, նվագի, երաժշտության վերևում իրանք նշում են արդեն այս ակորդները, որ դու կարողանաս միանգամից ակորդը վերցնել, բայց կա նաև, որ միայն մեղեդին է դրված եւ ակորդներով շատ կան հիմա, այդպես հեշտացված օրինակ երաժշտություններ են, եւ ասում է the symbol appears only when the chord, եւ ասում է, երբ որ ասում է նա փոխվում է, երբ որ արդեն ակորդը փոխվում է։ Տեսեք, այստեղ ակորդը դոն է, հետո սա արդեն փոխվել է, դրա համար ինքը ուրիշ ակորդ է տեղադրված։ Այստեղ էլ արդեն փոխվում է։ Դրա մասին է խոսքը։ Հիմա ես ուզում եմ արդեն սա նվագել, վերցնենք մեր դո դիրքը, աջ ձեռքում, տեսեք։ Ու
4 քառորդում է էլի, երրորդ մատով սկսում ենք, դուք էլ կարող եք արդեն այստեղ ներկել, հա, եթե ուզում եք, օրինակ տարբեր գույներով ներկեք կամ նոտաների անունները գրեք, մինչև որ այն սովորեք, հա, օրինակ մին գիտենք արդեն, դա մեր առաջին գծի վրա է գտնվում, հենց երրորդ մատով պետք է սկսենք, իջնում է սիկունդ, իջնում է, հետո բարձրանում է, տեսնում եք, այսինքն մի, ռե, դո, ռե, մի, այստեղ երկար է պահվում, հիմա արդեն առաջին ձեռքը նվագենք, կամ ես երևի թե միասին նվագեմ, որտև ժամանակը չեմ ուզում շատ երկարի դասը, այստեղ բացատրեմ մի անգամ, որ միասին նվագենք, սա արդեն մեր դո ակորդն է, տեսեք ինչ եղավ, այստեղ արդեն ինչ եղավ, պահվեց, սա էլ արդեն օֆերխբունդն նոտն, այսինքն կապակցված, սա պետք է նվագենք, մինչև այստեղ պետք է պահենք, տեսեք, այսինքն 8 տևողություն, դո ակորդը, հետո արդեն իջնելու ենք մեր սոլ սեպտիմ ակորդը, էլի 4 տևողություն, տեսնում եք արդեն բոլորը ամբողջական նոտաներ են և մենակ այս երկու տեղում է պահվում, օրինակ այս նշանը, հա, այս կանոնը, որ պահվում է, կապակցված նոտաներն են, այնուհետ փոխվում են, հիմա ես երկուսը իրար հետ կնվագեմ, սա տեղադրեմ այստեղ, ձախ ձեռքը և աջ ձեռքը, իսկ դուք անպայման առանձին կսովորեք, հետո նոր կմիացնեք, գնանք առաջ, օրինակ հաշվելով նվագում եմ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես լսեցիք, արդեն դա այդ կապակցված ունակ ակորդները, որ պահվեց, հետո ստեղնաշարի վրա իհարկե ցույց կտամ ավելի պարզ կլինի, անցնենք արդեն մեր մյուս, largo from the new world, Largo դա ընդհանրապես վերաբերում է այսքան դանդաղ տեմպին, հա, այս փոքրիկ ստեղծագործությունը ինքը դանդաղ տեմպով է լինելու, կոչվում է from the new world, հա, այսինքն գալիս է ինքը նոր աշխարհից, հա, այսպես ստեղծագործությունը, this melody is also known as going home, սա այս երաժշտությունը նաև անվանվում է, արդեն ճանաչելի է going home, հա, տուն, գնալ դեպի տուն, ասենք, այսպես, և տված է, որ ինքը շատ դանդաղ է, սա էլ, ասենք, ինչ-որ սիմֆոնիայից է, հա, 9-րդ սիմֆոնիայից, բայց դվորժակը, մենք դվորժակին գիտենք, նա Անտոնին դվորժակին է վերաբերվում, ինքն էլ 19-րդ դարի չեխ կոմպոզիտոր է համարվում, ինքն էլ սիմֆոնիաներ է գրել, ասենք ջութակահար է եղել, ու այս 9-րդ սիմֆոնիայից է, հա, սա գալի, այդ New World, հա, նոր աշխարհից, որ բոլորին դեպի տուն, կարող են գնալ դեպի տուն, հա, going home, տենց է կոչվում, ու շատ գեղեցիկ գործ է համարվում, կարող եք ինքներդ փնտրել և գտնել, սա էլ հոգևոր ինքը երաժշտություն է համարվում, հիմա ես արդեն ձեռքը դիրքը դնեմ, տեսնում եք, էլի արդեն ինքը շատ դանդաղ slow է գնում, այսինքն 4 քառորդ, էլի աջ ձեռքը պետք է ավելի բարձր նվագենք, քան ձախ ձեռքը պիանոյի տրված, էլի սիմվոլները տրված են, արդեն դուք գիտեք, մի անգամից պետք չէ նոտաները փնտրել, որովհետև մենք այս ակորդը արդեն սովորեցինք, որ սա սի, ֆա, սոլն է, հա, այս սի, ֆա, սոլ ակորդն է, սա մեր դո ակորդն է նախորդ դասի, դո, մի, սոլ, հա, հիմա էլի տեսեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, եկեք միայն ակորդները նվագեմ, հա, պահեմ, որ տեսնեք այս օֆերխբոնդը նոտն, հա, ինքը, այսինքն այս պահված, կապակցված նոտաները ոնց են հաշվում, մի հատ առանցին դա նվագեմ հիմա, օրինակ, ձախ ձեռքը, ակորդը, օրինակ, 1, 2, 3, 4, 1,
2, 3, 4, հաջորդը 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ներքևը 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այնուհետ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, հիմա աջ ձեռքն եմ արդեն միացնում, սա դանդաղ է գնում, օրինակ դանդաղ նվագենք, երրորդ մատով սկսում ենք, վերցնում ենք աջ դիրքը այստեղ, օրինակ երրորդ մատով գնացինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, Շատ գեղեցիկ գործ է, կարող եք ինքներդ փնտրել և լսել, սա արդեն մեր 21-րդ էջի մասին, հիմա արդեն ստեղների վրա ցույց կտամ, թե ինչպես էի նվագում այս ակորդները, գտնվում ենք 20-րդ էջում, տեսեք, մեր ձեռքը, օրինակ դիրքավորեցինք, սա մեր կենտրոններ չէ, ձախով ենք դե սկսելու, արդեն ձախը այստեղ պետք է գտնվի, էլի, մեր դիրք ներքևի մասներ խոսքը, այդ ակորդների մասին, կտրված ակորդներն էին, որ մենք ունեինք այս ակորդը, հիմա դա նվագելու ենք արդեն առանձին և վերաբերվում է այս 5-րդ մատի անցմանը, տեսեք, այստեղից անցում է կատարվում դեպի այստեղ, դոից գնաց սի, այսինքն մենք 5-3 առաջին և 5-2 առաջին, սա պետք է նվագենք, սա պետք է սովորենք, որպես վարժանք, գնացինք, Սա արդեն մեր մեղեդիականներ, իսկ այնուհետև գնում է ակորդը, այսպես։ 4, այսպես պետք է անընդհատ վարժանքներ կատարել, սկզբից։ Մինչև որ վարժվեք, հետո արդեն միասին։ Սա 20-րդ էջի համար։ Այնուհետ անցնում ենք դեպի 21-րդ էջ, երկու ձեռքերը պետք է դիրքավորենք, դե ակորդները արդեն իմացանք, և այստեղ արդեն գիտենք մեր tight նոտի մասին և անցանք այս կադենցիաների մասին, դե իմացանք, սրանք կադենցիաներն են, որ արդեն մեր պերֆեկտ կադենցիան է, ինչի համար է կադենցիան, օրինակ, տեսեք, արդեն հիմիկվանից կարող ենք իմանալ, որ սա տոնիկան է, սա 5-րորդն է, սա տոնիկան, այսինքն ինչ եղավ, 1, 5, 1, այդ ինտոնացիաների մասին է խոսքը երաժշտական, որ ինքը տան մեջ էր, ասենք գնաց դեպի դպրոց, հետո նորից հետ եկավ տուն, այսինքն սա կոչվում է պարզ կադենցիա, պերֆեկտ, կա և ասենք խաբուսիկ, որ գնում է 5-րորդից դեպի ասենք 6-6-ից 7, այսպես չի վերադառնում դեպի տուն, այսպիսի տարբեր ինտոնացիաներ գոյություն ունեն, դա էլ կանցնենք հետագայում, հիմա իմանանք, որ արդեն սա արդեն իմացանք, որ 5 առաջին, 5 առաջին, այսպես ոնց որ ասում ենք անգլերենով ասում ենք cadence, կադենցիաների մասին է խոսքը, և այսպես հիմա անցանք արդեն ուրեմն այդ 21-րդ էջի merrily we are all along, հիմա դա ենք նվագում, ուշադիր եղեք, գնացինք, հաշիվն էլ արդեն, տեսեք, 1, 2, 3, 4, այդպես պետք է հաշվել, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3,
տեսանք ձախ ձեռքը առաջին երկրորդ մատը արդեն տակտը պահվում է, չէ՞, 8 տևողությունով պահվեց։ Հետո արդեն երկրորդ մեր տողում էլի առաջին երկրորդ չափը պահվեց 8 տևողությամբ։ Սրանք արդեն մեր tied notes, հա, այդպես ասած, մեր կապակցված նոտաներն էին։ Հիմա արդեն անցան լարգոին, հա, the new world, այսինքն ավելի դանդաղ, տեսնում ենք էլի արդեն առաջին երկրորդ չափը պահվում է 8 սեկունդ տևողությամբ, հա, էլի արդեն երրորդ, չորրորդն էլ է պահվում, 5-րդ, 6-րդն է, մենակ նախավերջին եւ վերջի տակտերում արդեն ունենք 4 տևողություն, չէ՞, 4 տևողություն։ Գնացինք հիմա էլի 1-2 տեսնում ենք արդեն, որ ակորդները ինքը էլի դո ակորդն է, հա, մաժորային եւ արդեն նորից գնում է սոլ սեպտիմակորդ։ Եվ ակորդները աշխատեք ավելի ցածր հնչողությամբ եւ թեման պետք է մի քիչ բարձր հնչի։ Երրորդ մատով սկսում ենք 3 5 5, այսինքն մի սոլ սոլ, մի ռե դո, 3 2 1։ Մատերը կարող եք ինքներդ ավելացնել։ Գնացինք, ուրեմն նվագում ենք ավելի դանդաղ։ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Սա էր այսօրվա մեր դասը, այսօրվա դասի համար մենք սովորեցինք մի քանի կանոններ, սովորեցինք 2 կարևոր ակորդներ, հա, եւ սովորեցինք նաեւ կապակցված հնչյունների մասին, եւ սա անընդհատ կրկնվելու է, որպեսզի ավելի շատ տպավորվի, հա, հետո արդեն կանցնենք քիչ-քիչ step by step, հա, քայլ առ քայլ կանցնենք ամեն ինչ։ Հա, պետք չէ մտահոգվել, շրջվածներ կանցնենք, արդեն գամաներ կանցնենք եւ այլն եւ այլն։ Քանի դեռ մեր մկանները ամուր չեն, հա, այդ նվագելու համար պետք է այս ակորդներով ամրացնենք մեր մատները, հետո արդեն կանցնենք առաջ։ Դե հաջորդ դասին արդեն կանցնենք 22-րդ էջից։ Այսքանն էր այսօրվա համար, շնորհակալություն, որ մինչև վերջ դիտեցիք։ Խնդրում եմ բաժանորդագրվեք եւ լայքեր տեղադրեք։ Դե կհանդիպենք արդեն հաջորդ դասին, հաջողություն։